Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, երկու խոսք եմ ուզում ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող գրառումների մասին երեկվանից։ Տեսեք, վարչապետը, ինչպես եւ մենք հայտարարել էինք հենց սկզբում, համաձայնեցումից հետո խաղաղության համաձայնագրի, պարզապես իր սոցիալական մեդիայի հարթակներով եւս մեկ անգամ իլուր աշխարհի ասում է, որ մենք քանի որ համաձայնեցրել ենք, պատրաստ ենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը եւ կոնսուլտացիաները պետք է սկսվեն այդ ուղղությամբ։ Գիտեք, որ նաեւ միջազգային հանրությունից են եղել ողջունող տեքստեր երկրների ղեկավարների մակարդակով, արտգործնախարարի եւ այլն, որևէ տարօրինակ բան չկա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից այդ տեղեկատվությունը տալիս է նաեւ միջազգային հանրությանը։ Ու շատ տարօրինակ են էլի Հայաստանի ներսից հնչող ինչ-որ մեկնաբանություններ, միակողմանի ենք ստորագրելու ինչ-որ աբսուրդի ժանրից կամ ինչ-որ բան է սպասվում, դրա համար է վարչապետը այդ գրառումները անում, որևէ բան, այլ բան, քան մենք ակնկալում ենք, որ ստորագրումն է, չի սպասվում եւ չի կարող սպասվել, այսինքն այդ հայտարարությունները այդ նպատակ ունեն նաեւ ճնշելու Ադրբեջանի կողմից այդ դեստրուկտիվ տեղեկատվական արշավը խաղաղության գործընթացի նկատմամբ։ Հետևաբար պետք է դրան նայել այդ տրամաբանությամբ, այո, մենք համաձայնեցրել ենք խաղաղության համաձայնագիրը եւ ուզում ենք այն հնարավորինս արագ ստորագրել։